1966 թվականի փետրվարի 18-ին հեռավոր արևելյան երկաթուղու Իպոլիտովկա փոքրիկ կայարանում արագընթաց գնացքի անիվների տակ զոհվեց Գրիգորի Նելյուբովը։ 32 տարեկան կապիտան էր նա, ծովային օդաչու, խորհրդային տիեզերագնացների առաջին ջոկատի անդամ, Յուրի Գագարինի կրկնօրինակը։ Նա առաջին վեցյակից միակն էր, ով այդպես էլ չթռավ տիեզերք։ Ոմանք ենթադրում են, որ դա ինքնասպանություն էր։ Նրա կարիերան հիանալի սկիզբ ունեցավ։ 1960 թվականի հունվարին Նելյուբովն ընտրվեց ջոկատում եւ արդեն 1 տարի անց նա փայլուն կերպով հանձնեց քննությունները եւ ստացավ տիեզերագնացի որակավորում։ Սակայն հետո նա սկսեց խմել։ Հրամանատարները փակում էին դրա վրա աչքերը, սակայն բժիշկները առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հեռացրին նրան թռիչքներ կատարելուց։ Բեկումնային դարձավ 1963 թվականի ապրիլը, երբ Գրիգորիին եւ տիեզերագնացների ջոկատից 2 երիտասարդ սպաների ձերբակալեց Պարեկը։ Երեքն էլ բավականին հարբած էին եւ միևնույն ժամանակ զինվորական համազգեստով։ Բայց Նելյուբովը Պարեկի պետի հետ իրեն պահում էր հպարտ ու կոպիտ, թե ովքեր եք դուք, մոխրագույն հետևակ, իսկ մենք կապույտ արյուն, տիեզերագնացներ։ Բանակցություններից հետո ղեկավարությունը համաձայնեց լռեցնել միջադեպը, եթե Նելյուբովը ներողություն խնդրի։ Սակայն նա հրաժարվեց եւ տեղի ունեցածի մասին զեկույցը դրվեց տիեզերագնացների ջոկատը ղեկավարող գեներալի սեղանին։ Զայրացած գեներալը հրամայեց ջոկատից հեռացնել 3-ին էլ։ Նելյուբովին տեղափոխեցին հեռավոր արևելք եւ մոռացան նրա գոյության մասին։ Կապիտանը հույս ուներ, որ նրան շուտով կներեն եւ կվերադարձնեն տիեզերագնացների ջոկատ, բայց ավաղ։ Ինչպես այս պարագայում եղավ, նույնպես էլ շատ մարդիկ լավ են սկսում, բայց վատ են ավարտում։ Այդպես էր նաև թագավորների 3-րդ գրքի մի քանի հերոսների պարագայում։ Դրանում կարելի է առանձնացնել 6 բաժին, որոնցից յուրաքանչյուրը մեզ կարևոր դաս է տալիս։ Եկեք քննարկենք այս 6 դասերը, ուշադրություն դարձնելով գրքի առանցքային հերոսներին։ Բայց մինչ այդ մի փոքր ներածական տեղեկություն տանք գրքի մասին։ Թագավորների 3-րդ եւ 4-րդ գրքերը հուդայական ավանդույթում կազմում են մեկ գիրք, որը կոչվում է Թագավորների գիրք։ Թալմուդը դրա հեղինակությունը վերագրում է Երեմիային, սակայն ավելի տրամաբանական է ենթադրել, որ Թագավորների գրքի հեղինակները մարգարեների շղթա են, որոնցից մեզ հայտնի են Նաթանի, Ադովի, Եսայի մարգարեները, Եսայի անունները, իսկ որոշների անունները հավանաբար մնացել են անհայտ։ Հնարավոր է, որ նրանցից մի քանիսը եղել են մարգարեական դպրոցների ներկայացուցիչներ, որոնք գոյություն են ունեցել Իսրայելում Եղիայի եւ Եղիսեի ժամանակներից։ Երեմիան կարող էր մասնակցել գրքի կազմմանը եւ վերջնական խմբագրմանը, քանի որ հենց դրա մեջ նկարագրված վերջին իրադարձությունների ականատեսն էր։ Դա հաստատվում է նաեւ նրանով, որ բովանդակությունը համընկնում է գրեթե բառացիորեն 4 թագավորների գրքի 24-րդ գլխում դա կարող եք տեսնել։ Գրքի ժամանակագրության հետ կապված։ Կազմման ժամանակը ամենայն հավանականությամբ աստիճանաբար ըստ իրադարձությունների է տեղի ունեցել։ Կազմման ժամանակը ամենայն հավանականությամբ եղել է աստիճանաբար ըստ իրադարձությունների։ Եվ թագավորների 3-րդ գիրքը ընդգրկում է Սողոմոնի թագավորությունից կամ Սողոմոնի գահակալությունից մինչև Հովսափաթի կառավարումը Հուդայում եւ Վոքոզիայի կառավարումը Իսրայելում, այսինքն մոտարապես մեր թվարկությունից առաջ խոսքը 970-ից մինչև 850-ական թվականների մասին է։ Աշխարհագրությունը դեպքերը տեղի են ունենում հիմնականում Հուդայի եւ Իսրայելի տարածքում։ Որոշ իրադարձություններում հայտնվում են Սիրիան, Սիդոնը, Տյուրոսը, Փղշտացիները եւ Եգիպտոսը։ Ինչպիսին է պատմական ֆոնը թագավորների 3-րդ գրքի։ Գիրքը սկսվում է Սողոմոնի կառավարման ներքո գտնվող միասնական թագավորության նկարագրությամբ, այսինքն միասնական միապետության ժամանակաշրջանն է ներկայացնում։ Սա Իսրայելի ծաղկման ժամանակն է։ Այս ժամանակահատվածում Ասորեստանը եւ Եգիպտոսը անկում են ապրում։
ինչը հնարավորություն էր տալիս քանանական պետություններին բարձրացնել իրենց գլուխները եւ ամրանալ։ Նկատվում է նաեւ Փյունիկիայի, Եդոմի եւ Սիրիայի ծաղկումը այստեղ։ Ընդլայնվում են Իսրայելի սահմանները։ Սողոմոնը քաղաքական դաշինքներ է կնքում այլ պետությունների հետ մինչև Եգիպտոս։ Սակայն նրա որդու Ռոբովամի օրոք տեղի է ունենում բաժանում դեպի հյուսիսային Իսրայելի թագավորություն եւ հարավային Հուդա, բաժանված միապետության ժամանակաշրջան։ Պառակտումը հանգեցնում է թագավորության թուլացմանը։ Իսրայելը եւ Հուդան պատերազմներ են մղում Մովաբի եւ Սիրիայի հետ, ինչպես նաեւ հաճախ միմյանց դեմ։ Գրքի ժանրը այն պատմական պատմություն է, այսինքն պատմություն թագավորների, երկրների եւ ժողովուրդների ճակատագրերի մասին, կենսագրական պատմության տարերով, օրինակ Եղիա մարգարեի եւ նրա կյանքի պատմությունները, Աստվածաշնչյան պատմական գրքերում տրվում է պատմական իրադարձությունների մարգարեական բացատրություն, որն է գրքի թեման հիմնական։ Աստվածաշնչյան պատմական գրքերը պարզապես չոր չեն վերապատմում փաստերը։ Դրանց հեղինակները շահագրգռված են ցույց տալ պատմական իրադարձությունների հոգևոր պատճառները։ Սա կարևոր միտք է, կարող եք հիշել, որ այս պատմական գրքերի հեղինակները պարզապես չեն վերապատմում պատմությունը կամ փաստերը, այլ ինչ են անում, նրանք շահագրգռված են ցույց տալ պատմական իրադարձությունների հոգևոր պատճառները։ Այսինքն, երբ դուք տեսնում եք, որ տեղի ունենում պատմական այսպիսի իրադարձություն, ցավոտ, ուրախ, տխուր, անկում, ստրկություն եւ այլն, հեղինակները մտահոգված են ցույց տալու դրանց հոգևոր պատճառները, թե ինչու դրանք այդպես եղան։ Դրա համար մեր մոտեցումը պետք է լինի այսպիսին, որ մենք նայելով պատմական իրադարձություններին փորձենք տեսնել դրանց հոգևոր հիմնախնդիրները կամ հոգևոր պատճառները։ Այս գրքերը տալիս են մարգարեական, այսինքն աստվածային հայացք պատմությանը, այսինքն այն, թե Աստված ինչպես է դիտում կամ ինչպես է նայում պատմությանը եւ ինչ գնահատական է տալիս դրան։ Այսպիսով թագավորների 3-րդ գրքի մի քանի հերոսներ լավ սկսեցին եւ վատ ավարտեցին, եւ այստեղ կարելի է առանձնացնել 6 բաժին, որոնցից յուրաքանչյուրը մեզ կարևոր դաս է տալիս։ Եկեք քննարկենք այս 6 դասերը, ուշադրություն դարձնելով այս գրքի առանցքային հերոսներին։ Առաջին 1-ից 10-րդ գլուխներում մենք տեսնում ենք Սողոմոնին եւ կարող ենք վերնագրել այսպես. հավատարմությունը տանում է օրհնության։ Հավատարմությունը տանում է օրհնության։ Իր կառավարման վաղ տարիներին Սողոմոնը սիրում էր Աստծուն եւ հավատարիմ էր նրան, եւ դրա համար Տերը օրհնեց եւ իրեն եւ իր ղեկավարության տակ գտնվող ամբողջ երկիրը։ Առաջին գլխում նկարագրում է Սողոմոնի գահակալությունը, որը տեղի ունեցավ դեռևս իր հոր Դավթի կենդանության օրոք։ Գլուխ 2-րդում Դավիթը մահից առաջ խրատ է տալիս Սողոմոնին, իսկ 3-րդ գլխում արդեն Սողոմոնը սկսում է ջանասիրաբար հետևել այդ խրատներին։ 3-րդ թագավորաց 3-րդ գլուխ 3-րդ համարում այսպես է գրված. Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը, հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում եւ խնկարկում բարձր տեղերի վրա։ Այդ ժամանակներում Մովսեսի խորանը զոհասեղանի հետ միասին կանգնած էր Գաբավոն քաղաքում, սրա մասին մենք 2-րդ մնացորդած գրքում ենք կարդում։ Սողոմոնը եւ նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետեւ այնտեղ էր Աստծո ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։ Թեև Իսրայելում օրենքով պետք է լիներ միայն մեկ երկրպագության վայր, դա անցումային ժամանակաշրջան էր շարժական խորանի եւ քարե տաճարի միջև։ Աստված նրան երևաց երազում եւ առաջարկեց արտահայտել որևէ ցանկություն։ Սողոմոնը իմաստություն խնդրեց, ինչպես գիտեք, որպեսզի լավ հոգ տանի Աստծո ժողովրդի համար, եւ այս մասին մենք կարդում ենք 3-րդ գլուխ 9-րդ համարում։ Ուստի քո ծառային հասկացող սիրտ տուր, որպեսզի քո ժողովրդին դատի ու որոշի չարն ու բարին, այլապես ով կկարողանա այս քո մեծ ժողովրդին դատել։ Այս խնդրանքը ցույց է տալիս, որ այդ ժամանակ Սողոմոնը ուներ ճիշտ առաջնահերթություններ։ Նա ցանկանում էր լինել Աստծո հավատարիմ ծառան, ով լավ կատարում է իրեն վստահված ծառայությունը։
Եվ Աստված գովեց նրան այս ցանկության համար։ Տեսեք 10-րդ համարում է ասում. եւ Տիրոջը հաճելի էր, որ Սողոմոնը դա խնդրեց։ Ի պատասխան Աստված խոստացավ Սողոմոնին տալ ոչ միայն իմաստություն, այլև այն, ինչ նա չէր խնդրել, այսինքն հարստություն, փառք եւ երկարակեցություն։ Սա մենք կարդում ենք 3-րդ գլուխ 13-14-րդ համարներում։ Նաև քո չխնդրածն էլ քեզ տվեցի, ասում է Տերը, թե հարստություն, թե փառք, այնպես որ քեզ նման մեկը չի լինելու թագավորների մեջ քո կյանքի բոլոր օրերում։ Եթե իմ ճամփաների մեջ քայլես, իմ հրամաններն ու պատվիրանները պահելով, ինչպես քո հայր Դավիթը քայլեց, այն ժամանակ քո օրերը երկարացնելու եմ։ Այս դրվագը որոշեց Սողոմոնի կառավարման շրջանի առաջին կեսը, որի ընթացքում Իսրայելը հասավ մեծագույն ծաղկման։ 4-րդ թագավորաց եւ 4-րդ գլուխ 25-րդ համարը եւ 29-րդ համարն են մեզ այս տեղեկությունները տալիս։ Տեսեք 25-րդ համարում ինչ է գրված։ Եվ Սողոմոնի բոլոր օրերում Հուդան ու Իսրայելը, Դանից մինչև Բերսաբե, յուրաքանչյուր մարդ իր որդատունկի ու իր թզենու տակ ապահովությամբ էր ապրում։ Եվ 29-րդ համարը։ Եվ Աստված Սողոմոնին իմաստությունը խիստ շատ հասկացողություն եւ սրտի լայնություն տվեց ծովեզրի ավազի չափ։ Ինչպես Աստված խոստացել էր Դավթին, Աստված վստահեց նրա որդուն Սողոմոնին Երուսաղեմում տաճար կառուցել, ինչն էլ արվեց մեծ թափով։ Աստված Սողոմոնին շատ ռեսուրսներ տվեց եւ դրանք բոլորը գործի դրվեցին Աստծո փառքի համար։ Այս մասին խոսվում է 5-ից 7-րդ գլուխներում։ Շինարարության ավարտից հետո տապանակը տեղափոխվեց տաճար եւ Տիրոջ փառքը իջավ սրբությունների սրբություն։ 8-րդ գլուխ 10-11-րդ համարներն են մեզ այս մասին պատմում։ Եվ եղավ, երբ քահանաները սրբարանից դուրս եկան, ամպը լցրեց Տիրոջ տունը։ Եվ ամպի պատճառով քահանաները չէին կարող այնտեղ մնալ ծառայելու համար, քանի որ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Այնուհետև Աստված երկրորդ անգամ հայտնվեց Սողոմոնին եւ կրկնեց օրհնության խոստումը։ Եթե միայն Սողոմոնը շարունակի հետևել Աստծո ճանապարհներին, այս մասին 9-րդ գլուխ 4-րդ համարում ենք մենք տեսնում։ Արդ եթե դու իմ առջև քայլես քո հոր Դավթի նման կատարյալ սրտով եւ ուղղությամբ, որպեսզի կատարես այն ամենը, ինչ քեզ հրամայել եմ, ու իմ կանոններն ու օրենքները պահես, այն ժամանակ քո թագավորության աթոռը Իսրայելի վրա հավիտյան պիտի հաստատեմ։ Ինչպես քո հորը Դավթին խոստացա, ասելով Իսրայելի գահի վրա քեզնից եկող մարդ չի պակասելու։ Արդյոք նա ուշադրություն կդարձնի այս նախազգուշացմանը։ Մենք դա կիմանանք մի փոքր ուշ։ Իսկ այժմ Սողոմոնին հաջողություն է ուղեկցում, որի բարձրագույն արտահայտությունը Սաբահի թագուհու ճանաչումն էր։ Եվ 10-րդ գլուխ 6-ից 9-րդ համարներում մենք տեսնում ենք այս Սաբահի թագուհու այցը։ Եվ թագավորին ասաց. «Քո արարքների ու իմաստության վերաբերյալ իմ երկրում լսածս խոսքերը ճշմարիտ են եղել, բայց ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև անձամբ եկա ու իմ աչքերով տեսա, եւ ահա ինձ սրա կեսն անգամ չէին պատմել։ Քո իմաստությունն ու բարգավաճումը իմ լսած համբավից ավելի է։ Երանի քո մարդկանց, երանի քո այս ծառաներին, որոնք միշտ քո առջև կանգնելով քո իմաստությունն են լսում։ Թող օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ ու քեզ դրեց Իսրայելի գահին, քանի որ Տերը հավիտյան սիրել է Իսրայելին, քեզ թագավոր դարձրեց, որպեսզի իրավունք եւ արդարություն գործես»։ Մի քանի դասեր այս ճշմարտությունից։ Իր վաղ տարիներին Սողոմոնը անկասկած արժանի է ընդօրինակման։ Եկեք սիրենք Աստծուն եւ ձգտենք դեպի աստվածային իմաստությանը, որը մենք կգտնենք Սուրբ գրքում։ Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։ Այս գրված է Սաղմոս 118-ում, համար 99։ Երկրորդ Սողոմոնի մյուս տարիները մասնակի հավատարմությունը դնում է ական դանդաղեցված գործողության հիմքով։ Մասնակի հավատարմության մասին է խոսքը։ Այն, երբ կա մասնակի հավատարմություն, այն կարծես ական է դրվում,
դանդաղ գործողության հիմքով, որ որոշ ժամանակ հետո այդ ականը անշուշտ պետք է պայթի։ Ցավոք Սողոմոնը միշտ չէ որ հետևում էր Աստծո ճանապարհին։ Իր կյանքի վերջում, թեև նա շարունակում էր ճանաչել Յահվե Աստծուն, սկսեց հարգել նաև այլ աստվածությունների։ Սա հիմք դրեց Իսրայելի հեռացմանը Աստծուց հետագա դարերի համար, այսինքն ինչպիսի քայլեր որ կատարեց առաջնորդը, հետագայում այն երևաց ու ազդեց ամբողջ Իսրայելի վրա։ Հեռացման առաջին քայլը Սողոմոնի կողմից հեթանոս կանանց հետ ամուսնանալն էր, եւ սրա մասին մեզ 11-րդ գլուխն է ասում 1-ից 3 համարները։ Սակայն Սողոմոն թագավորը Փարավոնի աղջկանից բացի շատ օտարազգի կանանց, այսինքն Մովաբացի, Ամոնացի, Եդովմայեցի, Սիդոնացի ու Քետացի կանանց սիրեց։ Այն ազգերից, որոնց մասին Տերն Իսրայելի որդիներին ասել էր. նրանց մոտ մի գնացեք, ոչ էլ նրանք ձեր մոտ գան, քանի որ նրանք անպայման ձեր սրտերն իրենց աստվածների կողմը կշրջեն։ Սողոմոնը սիրով հարեց նրանց եւ ցավոք տեսեք ինչպեսի արդյունք ունեցավ։ Նա 700 կին արքայադուստրեր ու 300 հարճ ուներ եւ նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը։ Արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Արդյունքում նա սկսեց թույլ տալ այլ աստվածների երկրպագությունը Իսրայելի տարածքում եւ նույնիսկ Երուսաղեմի լեռան վրա Աստծո տաճարի դիմաց 11-րդ գլուխ 7-ից 8-րդ համարներն են այս մասին պատմում։ Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց լեռան վրա Քամովսի, Մովաբի գարշելիության համար մի բարձր տեղ շինեց, ինչպես նաև Մողոքի, Ամմոնի որդիների գարշելիության համար։ Նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց համար, որոնք իրենց աստվածներին խունկ էին ծխում ու զոհ մատուցում։ Նա կանայք խոտորեցրին նրա սիրտը։ Այնուհետև Աստված հայտարարեց Սողոմոնի հանդեպ իր բարկությունը, արդեն այն տեսնում ենք 9-ից 13-րդ համարներում։ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ նրա սիրտը խոտորվել էր Իսրայելի Տեր Աստծուց, որ 2 անգամ իրեն երևացել էր։ Ու հրամայել էր, որ ուրիշ աստվածների ետևից չգնա, բայց նա չպահեց, ինչ որ Տերը նրան հրամայել էր։ Ուստի Տերը Սողոմոնին ասաց. «Քանի որ դու այսպես վարվեցիր եւ իմ ուխտն ու քեզ տված պատվիրաններս չպահեցիր, քո թագավորությունն անշուշտ քեզնից վերցնելու եմ, ու այն քո ծառային եմ տալու։ Համենայն դեպս հանուն քո հայր Դավթի այս բանը քո օրերում չեմ անելու, այլ որդուդ ձեռքից եմ պատռելու»։ Աստծո դատաստանը սկսեց իրականանալ մարդկանց միջոցով, սա հետաքրքիր փաստ է։ Աստված զորացրեց Սողոմոնի հակառակորդներին, Հերոբովամին, որը հետագայում իշխանություն կվերցներ հյուսիսային ցեղերի վրա։ 13-ից 40-րդ համարն է այս մասին պատմում։ 13-ից 40-րդ հատված, 11-րդ գլուխ, 13-ից 40-րդ համարներում ենք մենք սրա մասին կարդում։ Հետաքրքիր է, որ Տերը սկսում է իր դատաստանը կամ իրականացնում է իր դատաստանը մարդկանց ձեռքով, մարդկանց միջոցով։ Եվ տեսեք, թե ինչպես է Աստված զորացնում Հերոբովամին Սողոմոնի դեմ։ Գլուխն ավարտվում է Սողոմոնի մահով, որը դարձավ նրա մի ժամանակ փառահեղ կարիերայի տխուր մայրամուտը։ Այս մասին մենք կարդում ենք 11-րդ գլուխ 41-ից 43-րդ համարներում։ Սողոմոնի մյուս գործերն ու նրա բոլոր կատարածներն ու նրա իմաստությունը միթե Սողոմոնի գործերի գրքում չեն գրվել, եւ Սողոմոնի Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա թագավորելու օրերը 40 տարի եղան։ Սողոմոնն իր հայրերի հետ ննջեց եւ իր հոր Դավթի քաղաքում թաղվեց, եւ նրա որդին Ռոբովամը նրա փոխարեն թագավոր դարձավ։ Թագավորների գրքերը լռում են այն մասին, թե արդյոք Սողոմոնը գիտակցել է իր սխալները, թե ոչ։ Կարելի է ենթադրել, որ այո, գիտակցել է։ Հնարավոր է, որ նրա ապաշխարության պտուղը հենց ժողովողի գիրքն է։ Սակայն Իսրայելի հետագա պատմության համար Սողոմոնի մեղքերը ավելի ազդեցիկ էին,
քան նրա խրատները։ Սա հետաքրքիր եւ կարևոր դիտարկում է, որ հետագա պատմության համար մենք տեսնում ենք, որ Սողոմոնի մեղքերը ավելի ազդեցիկ եղան Իսրայելի համար, քան նրա տված խրատները։ Մի քանի կիրառություն այստեղից։ Մասնակի հավատարմությունը միշտ չէ, որ հանգեցնում է բացասական հետևանքների հենց այդ պահին, բայց այն միշտ հանգեցնում է բացասական հետևանքների։ Մասնակի հավատարմությունը միշտ հանգեցնում է բացասական հետևանքների, սակայն ոչ հենց այդ պահին, բայց անպայման այն կտանի դրան։ Աստծուն մասամբ հավատարիմ ծնողները դանդաղ գործողությամբ կարծես ական են դնում իրենց երեխաների համար, նրանց ճանապարհին։ Նրանց երեխաները որպես կանոն դառնում են ավելի անհավատարիմ եւ հնձում են հետևանքները։ Դրա համար եկեք ձգտենք ոչ թե մասնակի, այլ լիակատար հավատարմության Աստծուն։ Երրորդ Ռոբովամին ենք տեսնում այստեղ 12-ից 12-րդ գլուխ 1-ից 19-րդ համարներում։ Ռոբովամ, հպարտությունը ծնում է բաժանում, հպարտությունը ծնում է բաժանում։ Սողոմոնի մահից հետո թագավորությունը բաժին հասավ Ռոբովամին։ Ցավոք նա իրեն հպարտ պահեց եւ դա հանգեցրեց Իսրայելի պատմության մեջ ամենամեծ բաժանմանը։ Հյուսիսային 10 ցեղերի բաժանմանը, հարավային 2 ցեղերից։ Արդյունքում մեկ ժողովրդից ձևավորվեցին երկու երկրներ, որոնք երբեմն նույնիսկ պատերազմում էին միմյանց դեմ։ Երբ ժողովուրդը եկավ Ռոբովամի մոտ, ինչ տեղի ունեցավ, եւ սկսեց խնդրել թեթևացնել հարկերի եւ պարտադիր աշխատանքի բեռը, որը նրանց վրա դրել էր Ռոբովամի հայրը Սողոմոնը, Ռոբովամը նախ խորհրդակցեց տարեց մարդկանց իր հոր խորհրդականների հետ։ Նրանք խորհուրդ տվեցին ընդառաջ գնալ ժողովրդին, որպեսզի ընդմիշտ ապահովեն նրա հավատարմությունը։ Հետո Ռոբովամը խորհրդակցեց իր հասակակիցների, երիտասարդների հետ, եւ նրանք խորհուրդ տվեցին նրան պատասխանել ժողովրդին հետեւյալ կերպով։ Մենք կարդում ենք 12-րդ գլուխ 10-11-րդ համարներում այսպես. Նրա հետ մեծացած երիտասարդներն ասացին. այն մարդկանց, որ քեզ հետ խոսել են, ասելով քո հայրը մեր լուծը ծանրացրեց, բայց դու մեր վրայից թեթևացրու, այսպես ասա. իմ ճկույթը իմ հոր մեջքից հաստ է։ Իմ հայրը ձեր վրա ծանր լուծ էր դրել, բայց ես ձեր լուծն ավելի եմ ծանրացնելու։ Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատել, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։ Ինչ եք կարծում, ում լսեց Ռոբովամը։ Հպարտությունից կուրացած նա նախընտրեց երիտասարդների մեծամտությունը, այլ ոչ թե ծերերի հեզ դիվանագիտությունը։ Եվ դա հանգեցրեց նրան, որ ժողովուրդը հրաժարվեց նրան համարել իր թագավորը, եւ այս մասին 12-ից 19-րդ համարներում ենք կարդում։ Երոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ։ Ինչպես թագավորն ասել էր, թե երրորդ օրը ինձ մոտ եկեք։ Ու թագավորը ժողովրդին կոպտությամբ պատասխանեց եւ ծերերի իրեն տված խորհուրդը մերժելով երիտասարդների խորհրդին հետևեց ու ասաց. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես ձեր լուծն ավելի եմ ծանրացնելու։ Իմ հայրը ձեզ խարազաններով է խրատել, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։ Իմ թագավորը ժողովրդին չլսեց, եւ թագավորը ժողովրդին չլսեց, քանի որ սա Տիրոջից եղավ, որպեսզի Տերը Սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Երոբովամին ասած խոսքը կատարի։ Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, թե թագավորն իրեն չլսեց, ժողովուրդն էլ թագավորին պատասխանեց ասելով. Մենք Դավթի մոտ ինչ բաժին ունենք։ Մենք Հեսեի որդու մոտ ժառանգություն չունենք։ Ով Իսրայել, ձեր վրանները վերադարձեք։ Ով Դավիթ, հիմա դու քո տան մասին հոգ տար։ Եվ իսրայելացիներն իրենց վրանները գնացին։ Բայց Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա Ռոբովամը թագավոր դարձավ։ Եվ Ռոբովամ թագավորը հարկերի վերակացու Ադորամին ուղարկեց, բայց ամբողջ Իսրայելը նրան քարերով քարկոծեց ու սպանեց։ Ռոբովամ թագավորն արագությամբ կարգ նստեց, որպեսզի Երուսաղեմ փախչի։ Այսպես Իսրայելն ապստամբեց Դավթի տան դեմ մինչև այսօր։ Ի վերջո հյուսիսային 10 ցեղերը բաժանվեցին, իրենց վրա դնելով մեկ այլ թագավոր
եւ ձևավորելով առանձին պետություն։ Չհասցնելով լինել միասնական թագավորության թագավոր, Ռոբովամը միանգամից կորցրեց ամեն ինչ, ոչ միայն իր համար, այլև ապագա սերունդների համար։ Այսպիսին է հպարտության գինը։ Մի քանի կիրառություն այստեղից։ Հիշենք, որ վեճերը, տարաձայնությունները եւ բաժանումները առաջանում են այնտեղ, որտեղ կա հպարտություն։ Ինչպես կարդում ենք Պողոս առաքյալի թուղթն ուղղված Տիմոթեոսին, առաջին Տիմոթեոս 6:4 համարում։ Նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ եւ լեզվակռիվներ հարուցելու աղտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ։ Տեսնում եք, ասում է, որ նման մեկը կուրացած է մեծամտությունից, այսինքն հպարտությունից։ Ուստի եկեք ձգտենք մեր եկեղեցիներում առաջին հերթին խոնարհության հոգի մշակել, ունենալ։ Չորրորդ տեսնում ենք Հերոբովամին 12-րդ գլխից մինչև 14-րդ գլուխներում եւ վերնագրված է այսպես. վախը տանում է կռապաշտության։ Վախը տանում է կռապաշտության։ 10 հյուսիսային ցեղերի առաջին թագավորը, որոնք հետագայում կոչվելու էին Իսրայել, մի մարդ էր, որը ժամանակին ապստամբություն էր բարձրացրել Սողոմոնի դեմ։ 11-րդ գլուխ 26-րդ համարում է գրված. եւ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաեւ Սողոմոնի ծառա Սարեդայից Եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը Սարուա։ Թագավոր դառնալով նա վախեցավ, որ ժողովուրդը կշրջվի իրենից եւ կվերադառնա Ռոբովամի թևի տակ, ով մնացել էր թագավոր երկու հարավային ցեղերի վրա, որպես թագավոր Երուսաղեմում։ Թագավոր դառնալով Ռոբովամը վախեցավ, որ ժողովուրդը կշրջվի իրենից եւ կվերադառնա Ռոբովամի թևի տակ, որը մնացել էր թագավոր երկու հարավային ցեղերի վրա Երուսաղեմում։ Նման ռիսկը իսկապես իրական էր։ Բանն այն է, որ ժողովուրդը սովոր էր ապրել Մովսեսի օրենքով, որը պատվիրում էր տարին 3 անգամ տոների ժամանակ երկրպագության համար գալ տաճար։ Հերոբովամը դատեց, որ եթե իր հպատակները տարին 3 անգամ գան Երուսաղեմ, ապա շուտով կորոշեն, որ իրենց առանձին թագավորություն պետք չէ եւ առանձին թագավոր պետք չէ։ Տեսեք 12-րդ գլուխ 26-27-րդ համարներում ինչ է գրված։ Հերոբովամն իր սրտում ասաց. հիմա թագավորությունը վերադառնալու է Դավթի տանը։ Եթե այս ժողովուրդը գնա Երուսաղեմ, Տիրոջ տան մեջ զոհ մատուցելու, այն ժամանակ ժողովրդի սիրտը նորից կշրջվի իրենց Տիրոջ Ռոբովամ թագավորի կողմը եւ ինձ կսպանեն։ Ուհուդայի Ռոբովամ թագավորի կողմը կանցնեն։ Սա նրա մտավախությունն է։ Ոստի թագավորը խորհուրդ արեց ու 2 ոսկե հորձ շինեց ու նրանց ասաց. այսուհետև հարկ չկա, որ Երուսաղեմ գնաք, ով Իսրայել, ահա քո աստվածները, որոնք քեզ դուրս բերեցին Երուսաղեմից։ Իր թագավորությունը ամրապնդելու եւ իր իշխանության դեմ ապստամբությունները կանխելու համար նա 2 տաճար կառուցեց իր թագավորության ծայրերում, հյուսիսում, մեկը Դան քաղաքում եւ հարավում Բեթելում։ Եվ ինչու նա արեց այս, որպեսզի որ ուղղությամբ էլ մարդիկ գնային, նրանք գային իր տաճարները եւ կարիք չունենային լքել երկիրը։ Այս տաճարներում նա կուռքեր դրեց, հայտարարելով նրանց այն նույն աստվածները, որոնք ազատեցին Իսրայելին եգիպտական ստրկությունից։ Այս մասին կարդում ենք 28 եւ 29-րդ համարներում։ Տեսեք, իր վախի արդյունքում կատարած այս սխալ քայլից հետո ինչ հայտարարություն է նա անում։ Ոստի թագավորը խորհուրդ արեց ու 2 ոսկե հորձ շինեց ու նրանց ասաց. այսուհետև հարկ չկա, որ Երուսաղեմ գնաք, ով Իսրայել, ահա քո աստվածները, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտոսից։ Եվ մեկը դրեց Բեթելում, իսկ մյուսն էլ Դանում։ Այսինքն նա կարծեց, թե պահպանեց սուրբ պատմությունը, որը իսկապես այդպես եղել է, եւ հրճակեց երախտագիտություն Եգիպտոսից ելքի համար, բայց կատարեց փոքր, ճակերտավոր փոքր փոխարինում։ Ինչ արեց նա։ Փոխարինեց Մովսեսի ուխտի ամենաառաջին պատվիրանները։ Քեզ համար ուրիշ աստվածներ չլինեն։ Նա փոխարինեց անտեսանելի Աստծուն տեսանելի ոսկե հորթերով։ Դրանով նա խախտեց Աստծո պատվիրանները, այսինքն
վախը նրան տարավ կռապաշտության։ Վախը նրան տարավ կռապաշտության։ 13-րդ գլխում Աստված հայտնում է դատաստան Հերոբովամի վրա եւ նրան տալիս է երկու նշան՝ քանդված զոհասեղանի նշանը։ 13-րդ գլուխ 5-րդ համարում գրված է այսպես. եւ զոհասեղանը ճեղքվեց ու մոխիրը թափվեց զոհասեղանից, ուշադիր լսեք, որպես նշան Տիրոջ այն խոսքի, որ տվել էր Աստծո մարդուն։ Եվ սպանված մարգարեի նշանը տվեց նրան 31-րդ եւ 32-րդ համարներում։ Եվ նրան թաղելուց հետո խոսեց իր որդիների հետ, ասելով. երբ ես մեռնեմ, ինձ թաղեք այն գերեզմանում, որտեղ թաղված է Աստծու այդ մարդը։ Իմ ոսկորները դրեք նրա ոսկորների կողքին, որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի եւ բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում։ Բայց այս նշաններից հետո էլ Հերոբովամը չհեռացավ իր վատ ճանապարհներից եւ 33-րդ համարում կարդում ենք հետեւյալը. այս բանից հետո էլ Հերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից, ով ուզում էր ձեռնադրում էր եւ նրանք դառնում էին բարձր տեղերի քահանաներ։ Դրա համար Աստված պատժում է Հերոբովամին եւ զրկում նրան իր անդրանիկից եւ այս մասին 14-րդ գլուխն է մեզ պատմում։ Կիրառություն այստեղից։ Վախը տանում է կռապաշտության։ Երբ մարդը վախենում է ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից ավելի, քան Աստծուց, դա կարող է մատնանշել, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բանն իր համար ավելի կարևոր է, քան Աստված։ Եվ այդ բանը զբաղեցրել է Աստծո տեղը նրա մտածողության մեջ։ Հերոբովամը սկզբում կռապաշտ դարձավ իր սրտում, վախենալով կորցնել իր թագավորությունը, իսկ հետո այդ կռապաշտությունը դրսևորվեց տեսանելի կերպով, երբ նա կառուցեց կռապաշտական տաճարներ։ Դրա համար դուք նաև այս ժամանակագրությունը կարող եք տեսնել վախ նրա սրտում եւ վախից հետո գործողություններ, որոնք տարան կռապաշտության։ Դրա համար իմաստության սկիզբը Տիրոջ վախն է եւ Տիրոջից վախեցողը իրականում հեռու կմնա չարիքներից։ Թեև կռապաշտությունը բնորոշ է ոչ հավատացյալներին, որոնցից էր Հերոբովամը, հավատացյալները նույնպես պետք է զգուշանան այս մեղքից։ Եկեք ուշադիր լինենք։ Վախը տանում է կռապաշտության։ 5-րդ տեսնում ենք այստեղ տարբեր թագավորների եւ վերնագրել ենք այսպես. կարևոր է թե ում ես դու ընդօրինակում։ Կարևոր է թե ում ես դու ընդօրինակում։ 15-րդ գլուխ առաջին համարից մինչև 16-րդ գլուխ 28-րդ համարները։ Հուդայի եւ Իսրայելի տարբեր թագավորները վատ կամ լավ էին վարվում, կախված նրանից, թե ում էին նրանք ընդօրինակում։ Հետագա պատմության ընթացքում թագավորները, գրված է այսպես, գնում էին ճանապարհներով, այսինքն ընդօրինակում էին նախորդ թագավորներին։ Բոլոր գործիչները, որոնց հետ համեմատվում են մնացած բոլոր թագավորները, համեմատվում են Դավթի կամ Հերոբովամի հետ, այսինքն Դավիթը որպես լավ օրինակ, Հերոբովամը որպես վատ օրինակ կամ վատ թագավոր։ Դավիթը այսպիսով հանդես է գալիս որպես օրինակելի արդար, որին հավասարվում էին բոլոր արդար թագավորները, իսկ Հերոբովամը որպես դասական անհավատ, որին ընդօրինակում էին ամբարիշտ թագավորները։ Իսրայելի եւ Հուդայի բոլոր թագավորներից այս ժամանակահատվածում արդար է կոչվում միայն մեկը՝ Հուդայի թագավոր Ասան։ Նա համեմատվում է Դավթի հետ։ Հուդայի թագավոր Աբիան, Ռոբովամի որդին, ինչպես նաև բոլոր թագավորները առանց բացառության, հյուսիսային թագավորության թագավորները ամբարիշտ էին։ Արդար թագավորներն էին Ասան, Աբիան, Աբիայի որդին, Հուդայի թագավորը 15-րդ գլխում ենք տեսնում մենք սա։ Ամբարիշտ թագավորներից էր Աբիամը, Հերոբովամի որդին, Հուդայի թագավորը 15-րդ գլխում ենք մենք սա տեսնում, եւ նա գնում էր իր հոր բոլոր մեղքերով, այսպես է գրված 15-րդ գլուխ 1-ից 8-րդ համարներում, որոնք նա արել էր իրենից առաջ, եւ նրա սիրտը նվիրված չէր իր Աստծուն, ինչպես իր հայր Դավթի սիրտը 15-րդ գլուխ 3-րդ համար։
Մի քանի կիրառում։ Ում ենք մենք հավանություն տալիս։ Ում հետքերով ենք գնում։ Ում կյանքին ենք մենք հետևում։ Կարևոր է թե ում ենք մենք ընդօրինակում։ Ովքեր են մեր հերոսները։ Կարևոր է թե ում ենք ընդօրինակում մենք եւ մեր երեխաները։ Ովքեր են նրանց հերոսները։ Ում են նրանք ուզում նմանվել։ Դա մեծապես կորոշի նրանց ապագան կամ ճակատագիրը այս իմաստով։ Դրա համար սիրելիներ, եւ առաջնահերթությունը սա մեզ համար եւ մեր երեխաների համար։ Եվ աշխարհը այսօր միշտ ունի եւ այս աշխարհը այսօր առաջարկում է բոլոր տարիքային խմբերի համար հերոսներ։ Թե ով ում կընդօրինակի, այն կորոշի հաջորդիվ նրանց ապագան։ Եկեք ընդօրինակենք մենք Հիսուսին եւ երկրի վրա գործած բոլոր այն մարդկանց, ովքեր որ Աստծո արքայության շահերն են հետապնդել եւ գովեստի են արժանացել Աստծո կողմից։ 6-րդ տեսնում ենք Աքաբին եւ վերնագիրն է ամուսնությունը որոշում է ճակատագիրը։ Ամուսնությունը որոշում է ճակատագիրը։ Գլուխ 16-ից մինչև 22-րդ գլուխը։ Թեև հյուսիսային թագավորության ամենաակնառու թագավորը քաղաքական պատմության ասպարեզում Ամրին է, այնուամենայնիվ Սուրբ Գիրքը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում նրա ոչ այնքան մեծ որդուն Աքաբին։ Իմիջիայլոց ասեմ, որ նա նոր դինաստիա հիմնեց, նա վերակառուցեց Սամարիան եւ այնտեղ տեղափոխեց Իսրայելի մայրաքաղաքը։ Եվ նաեւ մեզ հասած շատ արձանագրություններում Իսրայելը նույնիսկ կոչվում է Ամրիի տուն։ Այսպիսով, բանն այն է, որ Աստվածաշնչյան պատմական գրքերի հեղինակները պատմությունը շարադրում են ընտրողաբար, ներառելով այն նյութը, որն անհրաժեշտ է իրենց նպատակների համար։ Եվ թեև Ամրին ավելի մեծ քաղաքական գործիչ էր, հենց Աքաբն է ամենամեծ հոգևոր ազդեցություն ունեցել Իսրայելի վրա, հասցնելով կռապաշտությունը Իսրայելի թագավորությունում չտեսնված մասշտաբների։ Աքաբի ամբարիշտ ազդեցությունը սկսվում է նրանից, որ նա կնության վերցրեց Հեթանոսուհու, Սիդոնի քաղաքի Փյունիկյան թագավորի դուստր Հեզաբելին, որի մասին բազմիցս լսել եք։ Նայեք 16-րդ գլուխ 29-ից 34-րդ համարներում ինչ է գրված այս մասին։ Հուդայի ասաթագավորի 38-րդ տարում Ամրիի որդի Աքաբը Իսրայելի թագավոր դարձավ։ Ամրիի որդին Աքաբն Իսրայելի վրա Սամարիայում 22 տարի թագավորեց։ Եվ Ամրիի որդին Աքաբն իր բոլոր նախորդներից ավելի չարություն գործեց Տիրոջ առջև։ Նաբատի որդի Երոբովամի մեղքերը բավարար չհամարելով, Սիդոնացիների Յեթբաաղ թագավորի աղջկան Հեզաբելին կնության առավ եւ գնաց Բահաղին ծառայեց ու նրան երկրպագեց։ Եվ Սամարիայում իր կառուցած Բահաղի մեհյանում Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։ Աքաբը կուռքերի համար պուրակ հիմնեց։ Աքաբն ավելին արեց Իսրայելի Տեր Աստծուն զայրացնելու համար, քան իրենից առաջ եղած Իսրայելի բոլոր թագավորները։ Հեզաբելի հայրը Յեթբաղը Տյուրոսի մեղքարդ Աստծո, այսինքն չաստծո քուրմն էր։ Հնարավոր է, որ իսրայելական թագավորի քաղաքական կապը Փյունիկիայի հետ բացատրվում էր նրանով, որ անցյալում Սողոմոնը սերտորեն համագործակցում էր Տյուրոսի թագավոր Քրմի հետ։ Հեզաբելը Իսրայել ժամանեց ճակերտավոր ավետարանչական նպատակներով։ Ամեն ինչից երևում է, որ նա նպատակ էր դրել բերել իր կրոնը եւ իսրայելացիներին սովորեցնել Բահաղին եւ Աստարոթին երկրպագել։ Դրա համար նա պահում էր իր միսիոներներին, այսպես ասած, հսկայական մի անձնակազմ, Բահաղի 450 մարգարե եւ Աստարոթի 400 մարգարե, այս մասին 18-րդ գլուխն է մեզ ասում։ Երբ Եղեայի ազդեցության տակ ժողովուրդը զրկեց այդ մարգարեներին կյանքից, Հեզաբելը դա ընդունեց որպես անձնական վիրավորանք եւ սկսեց հետապնդել Եղեային 19-րդ գլուխ։ Հետաքրքիր է, որ Աքաբի եւ Հովսափաթի ժամանակ հարավային եւ հյուսիսային թագավորությունները բարեկամացան միմյանց հետ։
Հուդայի թագավոր Հովսափաթն իր որդի Հովրամին ամուսնացրեց Աքաբի դուստր Գողոթիայի հետ։ Այսպիսով պարզվեց, որ Իսրայելում մի ժամանակ իշխում էր Տիրոսի թագավորի դուստր Հեզաբելը, իսկ Հուդայում Աքաբի եւ Հեզաբելի ամբարշտությունը դրսևորվում էր ոչ միայն կրոնական ոլորտում։ Հիշեք, կրոնը միշտ ազդում է բարոյականության վրա։ Այսպես Հեզաբելը ըստ երևույթին չէր խորշում անբարոյականությունից, որտեղ 4 թագավորաց գրքում մենք կարդում ենք, որ երբ Հեուն գալիս է Իզրայել, Հեզաբելը լսում է դրա մասին եւ գրված է իր աչքերին ծարիր դրեց, զարդարեց իր գլուխը եւ պատուհանից դուրս էր նայում։ Եվ հայտնության գրքում էլ կա այս մասին գրված, բայց Քոդեմ 2:20 բան ունեմ, որովհետեւ թույլ է տալիս Հեզաբելին այդ կնոջը, որ իրեն մարգարեուհի է կոչում, իր ծառաներին ուսուցանի եւ մոլորեցնի, որ պոռնկություն անեն եւ կուրքերին զոհված միս ուտեն։ Ամուսնու հետ միասին նա խեղաթյուրեց դատական համակարգը ամբողջ, այն վերածելով իր նպատակներին հասնելու գործիքի։ Դատական կարգով նրանք խլեցին Նաբովթի այգին, իսկ նրան դատապարտեցին մահվան 21-րդ գլուխ։ Դրա համար Աստված հայտնում է իր դատաստանը եւ Աքաբի թագավորությունը տալիս է մեկ այլ մարդու։ Աքաբը կմահանա ճակատամարտում արդեն 22-րդ գլխում, իսկ ապագայում Հեուն կսպանի Հեզաբելին, նրա որդի Հովրամին, ինչպես նաև Հուդայի Վոքոզիային, Գոթողիայի որդուն։ Այսպիսով կոչնչացվի Աքաբի տոհմը։ Գիրքը ցույց է տալիս Հեուի գործողությունները որպես Աստծո դատաստան Աքաբի տան դեմ։ Երբ Հեուն դատաստան էր անում Աքաբի տան դեմ, սրա մասին մենք կարդում ենք 2-րդ Մնացորդաց 22-րդ գլուխ 8-րդ համարում։ Երբ Հեուն Աքաբի տան վրա Աստծո դատաստանն էր գործ դնում, տեսավ, որ Հուդայի երկրի իշխաններն ու Օքոզիայի եղբորորդիները ծառայում էին Օքոզիային եւ սպանեց նրան։ Այսպիսին էր Աստծո խոսքը արհամարող մարդու տխուր վախճանը, իսկ դրան մղեց իր ամբարիշտ կինը։ Կիրառում։ Տեսեք, թե որքան մեծ նշանակություն ունի ամուսնությունը։ Սողոմոնի անկումը սկսվեց հեթանոս կանանց հետ սխալ ամուսնություններից, իսկ Աքաբի անկումը սկսվեց նրանից, որ նա կնության վերցրեց հեթանոս Հեզաբելին։ Եթե դեռ կա ամուսնության հարց, ապա հավատարիմ եղեք Աստծուն այս կարևոր հարցում։ Բոլոր մնացածի համար զգույշ լինենք անհավատարմությունից, հիշելով, որ Աստված չի ծաղրվում, Աստծո խոսքին անհավատարմությունը տանում է կործանման։